Կիրակի առավոտյան մայրաքաղաքում թիմակիցների հետ շրջած Նիկոլ Փաշինյանը մետրոյում խիստ տոնով քննադատել է արցախցի կնոջը Արցախի հայաթափման մասին հարցը լսելուց հետո։ Փաշինյանը Արցախից բռնի տեղահանվածներին նաև փախածներ է անվանել ու նախատել, չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել։ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Որ Ղարաբաղցի, Արցախցի է գտել, ովքեր դες իշխանաճողություններ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ մեզ չստիպեք, մենք շատ ուշանում ենք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին Հորմուզի նեղուցը չբացելու դեպքում։ Նախագահը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կոչնչացնի Իրանի էլեկտրակայանները, եթե Իսլամական Հանրապետությունը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացի Հորմուզի նեղուցը։ Այս հայտարարություններից հետո Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի Դամավանդ քաղաքին, որտեղ գործում է էլեկտրակայան։ Միևնույն ժամանակ շաբաթ ուշ երեկոյան իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի միջուկային հետազոտությունների գլխավոր կենտրոնից ոչ հեռու գտնվող երկու բնակավայրերի, ինչի հետևանքով կան ավերված շենքեր եւ տասնյակ վիրավորներ։ Մասնավորապես բալիստիկ հրթիռներ են ուղղվել Արադ քաղաքին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ճշմարիտ խոստում 4 գործողության 73-րդ ալիքի մասին։ Հաղորդվում է ավելի քան 200 զոհի մասին։ Վաղ առավոտյան էլ թիրախավորվել է Երուսաղեմը։ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել նաեւ Լիբանանից։ Իրանը պատրաստ է համագործակցել միջազգային ծովային կազմակերպության հետ ծոցում ծովային անվտանգությունը բարելավելու եւ նավաստիներին պաշտպանելու համար, հայտնել է ՄԱԿ-ի ծովային գործակալությունում Իրանի ներկայացուցիչը։ Ալի Մուսավին նշել է, որ Հորմուզի նեղուցը բաց է մնում բոլոր նավերի համար, բացի Իրանի թշնամիների հետ կապվածներից, հավելելով, որ անցումը հնարավոր է Թեհրանի հետ անվտանգության միջոցառումների համակարգման դեպքում։ Դիվանագիտությունը մնում է Իրանի առաջնահերթությունը, սակայն ագրեսիայի լիակատար դադարեցումը եւ փոխադարձ վստահությունն ավելի կարևոր են, ասել է Մուսավին, հավելելով, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարձակումներն են հանդիսանում նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառը։ Պարսից ծոցում ռազմական գործողությունները լոգիստիկ խնդիրներից վերածվել են էներգետիկ ենթակառուցվածքների թիրախային ոչնչացման։ Հարավային Պարս հանքավայրի եւ Կատարի գազային հանգույցի վրա հարձակումները շարքից հանել են տարածաշրջանի արտահանման հզորության շուրջ 17%-ը։ Այս ավերածությունների հետևանքները կզգացվեն առնվազն 5 տարի, անկախ հնարավոր զինադադարի կամ նավագնացության վերականգնման ժամկետներից։ Հորմուզի նեղուցի շրջափակումը կատվածահար է արել համաշխարհային պարարտանյութերի մատակարարման 1/3-ը, վտանգելով գալիք տարվա բերքատվությունը եւ սննդի գները։ Գազի արդյունահանման անկումը հանգեցրել է հելիումի դեֆիցիտի, ինչն ուղղակիորեն հարվածում է կիսահաղորդիչների արտադրությանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Տնտեսագետներն արդեն կանխատեսում են գլոբալ գնաճի նոր ալիք եւ համաշխարհային տնտեսական աճի տեմպերի էական դանդաղում։ Էներգակիրների գները կնվազեն շատ ավելի դանդաղ, քան աճել են, քանի որ արտադրական պոտենցիալի վերականգնումը տևական եւ բարդ գործընթաց է։ Հավայան կղզիների Օահու շրջանում սկսվել է վերջին 20 տարվա ամենաուժեղ ջրհեղեղը։ Իշխանություններն արդեն տարհանել են ավելի քան 5500 բնակիչ։ Հիմնական վտանգը 120-ամյա Վահի ավանդարտակի հնարավոր փլուզումն է, որը սպառնում է խլել բազմաթիվ մարդկային կյանքեր։ Տասնամյակներ շարունակ ամբարտակը սպասարկող ընկերությունը անտեսել է կառույցի անմխիթար վիճակի մասին նախազգուշացումները, բավարարվելով միայն չնչին տուգանքներով։ Փրկարարները տարհանել են հարյուրավոր մարդկանց, սակայն սպասվող նոր տեղումները կարող են ամբողջությամբ փակել տարածաշրջանի վերջին ելքի ճանապարհը։ Նահանգապետի գնահատականով պատճառված վնասի չափը գերազանցում է $1 միլիարդ։